Մեր այսօրվա հերոսի Խարբերդի բնակիչ Սերոբ Ամիրխանյանի հարազատները տարիներ առաջ նրա մահվան մասին, ինչպես ասում են, սև թուղթ են ստացել։ Բայց հիմա մտերիմները կատակում են, թե ապրած 67 տարում հասցրել է հանդերձյալ աշխարհ գնալ ու վերադառնալ։ Զինվորական ծառայության ընթացքում մի քանի անգամ մահից փրկվել է։ Վերջին մահափորձը եղել է Արցախյան ազատամարտի տարիներին, երբ 1991 թվականին Վազգեն Սարգսյանի առաջադրանքով մեկնել է Ռուսաստան ինքնաթիռ բերելու։ Մինչև այդ պատերազմի տարիներին մի խումբ վարձկանների ու բարձրաստիճան սպաների է վնասազերծել, ինչից հետո նրանք պաշտոնաթող են եղել, բայց հետագայում վրեժխնդիր եղել դրա համար։ Իսկ մինչ այդ էլ ծառայել է Կրասնոյարսկում, սակայն ընտանիքի հետ վերադարձել է Արցախյան գոյամարտին մասնակցելու համար։ Գնացել եմ բերելու այդ ժամանակ արդեն առաջի բանում հենց այրոպորտում ես տեսել եմ Կապիլովին, որը արդեն Աբարանից հետո որ բռնել էին, մայորի կոչումը հանել էին լրիվ շարքային ու ինքը արդեն Հայաստանից դուրս էր գալի։ Բա ուր ես գնում, ասի գնում եմ Մոսկվա, երբ կգաս, ասի նոր տարվա համար տանը կլնեմ էլի։ Բայց չասի ամսի քանիսին։ Հելա գնացի արդեն խոսացի ինքնաթիռների համար։ Իհարկե ես Վազգեն Սարգսյանից հետ պայմանավորել եմ մենակ ինքնաթիռ, բայց իմ ներքին բանով ես կռուգը ունեի կոմիայսսերում, էդի որոնք իրանք չգիտեն, գնացի զենքի համար խոսացի։ Հանդերից հետ եմ եկել իջել Մոսկվա, իջել եմ այրոպորտ։ Այրոպորտում արդեն թե ոնց էր, արդեն մութ էր արդեն բանը, երևի լավ մութ էր, մարդ չէր երևում հեռավորության վրա, ոնց որ ինձ թվում է Կապիլովներ մի 8 հոգի, 10 հոգի։ Շրջափակեցին, թե էս էլ եղավ Մակարի խինիկալանքը, էս էլ եղավ Աբարանը, ու 4 կողմից խփել են, պայթացրել, ինչ որ չգիտեմ, ինչ ա կատարվել, իմ հետ չգիտեմ։ Դրանից հետո ինձ խփել են անջատել, գցել, գիշերվա ժամ 2-ին ա եղել հադեպք արդեն ոչ թե բան, որտեղ հիվանդանոցի բանով կարդեն։ Դեպքն եղել է գիշերվա 2-ին ժամը։ Մի 2 ժամը տեսառույցի մեջ եմ գած եմ եղել, հետո սկորին եկել տեղափոխել է հիվանդանոց։ Գիշերվա 3-4-ի ռեսովերի չասամայլոտից մի կերպ եկել եմ տուն դե ծանր 4 ամիս հիվանդանոցից պարկերուց հետո հասկանելի է ոնց պետք է քայլեի դեպի տուն։ Գալիս եմ դուրս եկցում եմ դե զանգերը չի աշխատում մութաբան չկա, ասում եմ Սերոբնա դե Սերոբը մեռելա չկա կինս, ասում կորի գնա այդ ովաբան։ Ողջույն բան չեմ, մեծ տղեր չի ճանաչում, արդեն թող գնա այս ովաբան եղամ է, որ ձեզ հանդիպել հատել։ Սերգեն մեկել ասում ազվիա, չես ճանաչում եղամետի պապայի ձեննա դուրը բացի։ Փոքր է Սերգեն, որ սեղը նոր է տիա ձենից ճանաչում, որ ես եմ նոր ներքից բանալիով դուրը բացում են, մտնում եմ նես։ Մտնում եմ նես մի 5 րոպե հետո նոր լույսը վառում են, հոսանքները տալիս են, նոր տեսնում են ինձ։ Բայց նրանց ընտանիքի երջանկությունը երկար չի տևում։ 4-րդ որդու ծնվելուց հետո կինը մահանում է։ Սերոբ Ամիրխանյանը նույնիսկ առողջական վատ վիճակով զբաղվել է որդիների խնամքով եւ դաստիարակությամբ։ Եղել են դեպքեր, երբ եկել են որդիներին գնելու առաջարկով, բայց գերադասել է զավակների հետ քաղցած մնալ, քան դավաճանել։ Դժվարությամբ աշխատանք գտնելու դեպքում էլ կարճ ժամանակ անց հեռացրել են, քանի որ պատերազմի վերքերը զգացնել են տվել եւ հաճախ գործի ընթացքում ուշաթափվել է։ Իմ մոտելի ուրիշ տեղից Մոսկվայից մարդ էր եկել, բա $2000 տանք երեխին տանենք, ես այդ հրաժարվեցի կատեգորիկ, թե կյանքը դժվար է, էս այնա, ես ասել եմ չէ, ոնց որ իմ 3 երեխաները տեղել 4-րդը, ես էլ ես սոված ենք, ուրեմն սոված կմեռնենք, եթե չէ։ Մի օր էլ նրանց դուռը թակում է մանկավարժ, միայնակ ապրող Սաթենիկը եւ խնդրում է փոքր որդուն իր խնամքին հանձնել։ Սերոբը իհարկե մերժում է, բայց ինքն է առաջարկանում։ Ասի չէ, գիտեք ինչ կա, ես երեխա տվողը չեմ, կպահես երեխին արի մեկի փոխարի 4 հատ եմ տանի։ Ու այդ ձևով ուրիշ միանում ենք իրար։ Այդքան փորձություններից հետո օրեր առաջ 21-ամյա որդու մոտ լուրջ հիվանդություն են հայտնաբերում։ Հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Գարիկը շատ է սիրում կյանքը, եւ նրա բանաստեղծությունների հիմքում սերն ու բարությունն են իշխում։ Հարևանները պատմում են, որ շատ խոսքաշեն երիտասարդ է, բայց հիվանդանոցում չկարողացավ խոսել։ Ֆիզիկական եւ հոգեվոր ցավը խեղդում էր։ Իդեպ, հիվանդանոցներից մեկում նրան չեն ընդունել, բայց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ոչ միայն ընդունել են, այլև շրջապատել հոգատարությամբ։ Տեսան, որ ծանր է, ոնց իրանց մոտից հեռացնելու համար չընդունեցին։ Հանեցին դուրս մեկ էլ խեղճ երեխեն պապ։ Անենց մի տեսակ, ես չհասկացա ոնց ինչ բանով ասեց, պապ մեկ էլ ես կենթանի կլնեմ մեր տուն, մեր հայաթը կտեսնեմ, մերոնց կտեսնեմ, թե չէ։ Դրանից հետո մի 30 քայլ քայլել է, ճանապարհին նստել է, չի կարողացել քայլել։ Զանգել եմ սկորին եկել, ճանապարհից վերցել, տեղափոխել է Նորքի 3-րդ մասի հիվանդանոց։
Իհարկե հիվանդանոցից ես շատ գոհ եմ, կայծակնային արագությամբ շտապ ամեն ինչ արվել է, բոլոր անալիզերը բան։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, իսկ չափահաս մյուս երկու որդիները եղբոր խնամքով են զբաղված։ Մեր այցելության պահին հարևանները հավաքվել էին նրանց տանը, փորձելով որևէ ճար գտնել եւ հուսադրում էին բարի խոսքով։ Շատ եմ խնդրում օգնել Սերոպին, կործանվում է, եկել է շտապօգնությունը, ճանապարհ էին դնում, ինքը նեղված ասեց անոթյա, հաջողություն երևել չտեսնեմ, ասի չէ Գարիկ ջան, կտեսնես դու, կտեսնես Վալիկ ջան, դեր ջահել ես, մապապատ ինչ կարա են կանի։ Երեխեն երբ որ տայել են հիվանդանոց, անգամ չուս չկա, իմ չստերը տվել են ինքը որ հակնի։ Տիկին Սաթենիկը, որ սեփական երեխաները չի ունեցել, հարազատ մորպես ծանր է տանում Գարիկի հիվանդությունը։ Տղայի մասին խոսելիս այնքան հուզվեց, որ չկարողացավ ինչ-որ բան ասել։ Իսկ տան փոքրը եղբոր հիվանդության մասին տեղեկանալուց հետո ուշաթափվել է։ Օրեր առաջ երազանքով ապրած Արամիկը այսօր միայն մեկ երազանք ունի։ Որ իմ աղբերը փրկվի։ Թող բոլորը ասեն, ոնց եմ սիրի, ոնց եմ ձեռքից բռնած տարել Շիրազի դպրոց, ոնց եմ հետ բերել ամեն առավոտյան լողացնում են ու տանում են, որտե պրոբլեմ ուներ, պետք է անպայման լողացնել։ Կներեք, հա, չեմ ուզում։ Առաջի անգամ շատ ծանր վիճակում ասեց, մամ, ջուր տուր։ Մեր հերոսի Սերոբ Ամիրխանյանի հետ զրուցելիս զարմացրեց նրա այն արտահայտությունը, որ եթե կրակոցները շարունակվեն, թեկուզ այդ վիճակում ընտանիքը կթողնի եւ կշտապի ռազմի դաշտ։ Իդեպ, նրան մարտական ընկերները Շտիրլից են անվանում։ Ասել եմ, խոսակցություն տղաները նորից գնում են, ասեմ, ինձ մենակ ակնոց 2.5 մոտենը թույլ է, 3 համար նորից դուրս կգամ, ավելի լավ է ես դուրս գամ, քանի որ եւ կռիվը գիտեմ, եւ զենքը զինամթերք։ Եթե չգնանք ոնց կլինի, անպայման կթողնեի, կգնայի, դե ընտանիքը ոնց ուզում ալնի վիկերպելի յոլակետային, եթե չէ, եթե թուրքը մտի ներսից պատի։ Կյանքից այսքան հարվածներ ստացած տարեց մարդը միայն որդու հիվանդության փորձությանը չի կարողանում դիմանալ։ Փրկությունը իր ձեռքում չէ։ Այնինչ Գարիկը երազում է առողջ տուն դառնալ, ու այդ ցանկությունը ուժասպառ հորականջում է։ Բայց նույնիսկ նման վիճակում պատրաստ անհրաժեշտության դեպքում կանգնել հայոց զինվորի կողքին, որպիսի որդեկորուս մայրեր չլինեն։ Տաթև Մեսրոպյան, Զորհաբ Քարամյան, Սուրանկյուն։